Շնորհակալություն անդրադառնանք քվեարկության օրվան եւ հայտնաբերված խախտումներին։ Նշենք, որ քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտորդական առաքելությունը դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում գնահատել է, որ կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան եւ առանց լուրջ խախտումների։ Մասնավորապես արձանագրել ենք հետևյալ խախտումները. շուրջ 20 ընտրատեղամասերում կահավորումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ, շուրջ 6 ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից Հայաստանի կոմունիստական կուսակցությունից ներկա եղել երկուական վստահված անձ, սակայն ժամը 9:45-ի դրությամբ մեր դիտորդական առաքելության տեղեկացումից հետո ընտրատարածքային հանձնաժողովի ջանքերով նմանատիպ խախտումներ այլևս չեն գրանցվել։ 31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը 7-ից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում որևէ մեկի օգնող գրանցվելու ուղղորդել է թե ում քվեարկեն, մատնանշելով թիվ 8 քվեաթերթիկը մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկն է։ 31/69 տեղամասին հարող 50 մետր շարավիղը չգերազանցող տարածքում եղել են կուտակումներ եւ տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն այդ կուտակումները վերացել են, երբ որ ժամանել են ԶԼՄ ներկայացուցիչները։ Նշենք, որ կուտակումների ժամանակ տվյալ անձինք մուտք էին գործում ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց մեջ տեղի է ունեցել ընդհարում, ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տեղի ունեցող դեպքերին եւ տվյալ տեղամասից դուրս կուտակումներին եւ հասարակական կարգի խախտումներին, այսինքն արձագանքը չի եղել բավարար մակարդակի։ 31/46 տեղամասում ժամը 14:35-ի սահմաններում ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը, բղավել է կոնկրետ թեկնածուի անուն, վերցրել է միայն մի քվեաթերթիկ, այնուհետև բոլոր քվեաթերթիկները մտցրել է քվեախցիկ, այնուհետև նաև վերադարձել է, վերցրել է քվեաթերթիկները եւ նետել չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը եւ այս մասին մեր դիտորդները գրանցում են կատարել նաև գրանցամատյանը։ 31/69 եւ 31/70 ընտրատեղամասերի հարակից տարածքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրները փորձել են խոչընդոտնել դիտորդի աշխատանքը։ Նրանք ընտրատեղամասերի մուտքերի մոտ բարձրաձայն քարոզություն են իրականացրել, որ միևնույն է քաղաքացիական պայմանագիրն է հաղթելու։ Դիտորդների կողմից արձանագրվել է, որ ոստիկանները չեն արձագանքել իրավիճակին, դիտորդների պահանջին միջամտել եւ կանխել քարոզությունը իրավապահները պատասխաններ են, որ բղավողները հիվանդ մարդիկ են։ 31/49 տեղամասում քվեարկություն կատարելուց հետո ընտրողը իր տեղամասից դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը, այս մասին եւս գրանցամատյանում կատարվել է գրառում։ Շուրջ 6 ընտրատեղամասերում արձանագրվել են մարդկանց կուտակումներ եւ հատկանշական է նշել, որ 31/65 տեղամասում հայաքվե դիտորդական առաքելության դիտորդները ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք ի նպաստ մեր քաղաքը դաշինքի թեկնածուի հաշվարկի ընթացքում դիտորդները մի քանի անգամ 8 համարի քվեաթերթիկը դուրս գալուց հետո ողջավորված բացականչություններ են կատարել։ Որոշ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բնակության եւ ազդեցության թաղամասերում նկատվել են կուտակումներ եւ լարվածություն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացում արձանագրվել են կազմակերպչական որոշակի բացթողումներ, փաստաթղթերի ընդունման գործընթացում ընդգրկված ընդամենը 2 անձը չեն կարողացել ապահովել արդյունավետ աշխատանք, ինչը հանգեցրել է ժամերով ձգվող հերթերի։ Նշենք նաև, որ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացված արձանագրությունների եւ ընթացիկ փաստաթղթերի մեծ մասը լրացված են եղել տեխնիկական սխալներով, արձանագրություններում առկա են եղել թերություններ, իսկ որոշ փաստաթղթեր ընդհանրապես կնքված չեն եղել, ինչը վկայում է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության եւ նախապատրաստական դասընթացների անբավարար արդյունավետության մասին։ Այսքանն են մեր արձանագրումները խախտումների վերաբերյալ քվեարկության օրվա մասով։ Հարց կարելի է հանրային ռադիո Արինե Գևորգյան
Ուզում ձեր ազգանունը ճիշտ եմ Լևոն Չուկակլյան։ Չուկակլյան, դա պարզ չէ, դրա համար հարցին։ Պարոն Չուկակլյան, ամփոփելով, այս ամեն ինչը հնարավոր է այնպիսի խախտումներ տեղի ունեցած լինեն, որոնք ազդել են ընտրությունների ելքի վրա, այսինքն ինչ-որ փոփոխությունների ենթարկվեն։ Ես ամենասկզբում նշեցի, որ հիմնական գործընթացները ընթացել են խաղաղ լարված մթնոլորտում, սակայն օրենքով սահմանված ընթացակարգերին համաձայն եւ այնպիսի խախտումներ չեն գրանցվել, որոնք կարող էին էական մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։